Պետական եկամուտների կոմիտեի առանձնահատկությունը հաշվի առնելով ես իմ զեկույցում նախ անդրադառնամ պետական բյուջեի եկամուտներին, այնուհետև ծախսերին եւ դրանց արդյունքային ցուցանիշներին, ինչպես նաեւ կարևոր բարեփոխումներին, որոնք նախատեսում ենք։ Նախ նշեմ հունվար-սեպտեմբերի արդյունքները։ Գիտեք, որ հունվար-սեպտեմբերի արդյունքներով բավական ոգևորիչ ու տպավորիչ արդյունքներ ունենք եկամուտների մասով։ 2.13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որը 14%-ով ավել է անցած տարվանից կամ 246 միլիարդ դրամով, ավելին 9 ամսվա եւ ծրագրային ցուցանիշը եւ ճշտված ծրագրային ցուցանիշը գերազանցվել է եւ առիթն օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հարկվճարողներին։ Եվ այս զարգացումների գործոնների մասին մանրամասն անդրադարձել եմ ես տարեկան հաղորդման ժամանակ, եթե հարցերն են ավելի կոնկրետ կբացահայտեմ, բայց եթե խմբավորենք, ապա մի քանի գործոններ կան։ Նախ մեր սկզբունքային մոտեցումներն են, որոնք ուղղված են բիզնեսին եւ մարդուն, հոգատարության եւ արդարության սկզբունքների վրա հիմնված։ Մյուսը մեր վերլուծությունների բարձրացումն է։ Մյուսը ստվերի դեմ պայքարն է, որտեղ օգտագործում ենք թվային հետախուզության գործիքներ եւ վերլուծական գործիքներ, մյուսը ոլորտային միջոցառումներն են, մյուսը կոռուպցիայի դեմ պայքարն է եւ վերջինը մեր աշխատակիցների արհեստավարժության ու բարեվարկության բարձրացումն է։ Հիմա այս զարգացումների ֆոնին 2025 թվականին արդեն ֆինանսների նախարարը առիթ ունեցավ նշելու, սպասվում է 2.690 միլիարդ հարկային եկամուտներ, որը 300 միլիարդ դրամով ավելին է 2024 թվականի համեմատ։ Թերևս անվանական ցուցանիշները շատ բան չեն ասում եւ կարեւոր է խոսել նաեւ հարկեր հնարաբերակցությունից եւ ինչպես կհիշեք մեր քննարկումները, երբ որ խոսում ենք 24 թվականի նվազումների մասին, մենք նաեւ նշում ենք, որ կան որոշակի ժամանակավոր գործոններ եւ այս տարի էական բարելավում ենք ունենալու հարկեր հնայի, որի արդյունքում կգերազանցենք նույնիսկ 23 թվականի մակարդակը հասնելով 24.5% հնայում մակարդակի։ Այս միտումները նաև կպահպանվեն 2026 թվականին ըստ կանխատեսումների, կանխատեսվում է ուրեմն 2.973 միլիարդ հարկային եկամուտներ, եթե հարկեր հնայի բարելավումից խոսենք 0.4%-ային կետ, ընդ որում այստեղ նորից շարունակելու է էական դեր ունենալ վարչարության ջանքերը, 0.3%-ային կետը վարչարության լրացուցիչ ջանքերի հաշվին է։ Միաժամանակ նշեմ, որ այս ցուցանիշը ըստ էության 2026 թվականի համար գրեթե այն ցուցանիշն է, ինչը որ թիրախավորվել է կառավարության ծրագրով եւ հաջորդող տարիներին որոշակի 0.2-0.3%-ային կետ հարկեր հնայի բարելավում վարչարության ջանքերի շնորհիվ նույնպես սպասվում է։ Եթե անդրադառնամ արդեն ծախսային մասին պետական եկամուտների կոմիտեի բյուջեի, նախ նշեմ վարչարության արդյունավետության գործակցի մասին։ 24 թվականին այդ գործակիցը կազմել է 1.24% եւ 26 թվականին թիրախավորվել է 1-ից էլ իջացնել 0.94%, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, թե հասարակությունը որքան գումար է ծախսում հարկերի վճարման գործառույթի կազմակերպման վրա, կամ օրինակ 100 դրամից քանի դրամն է ծախսվում այդ գործառույթի վրա, այսինքն 100 դրամից 0.94 դրամ է ծախսվելու եւ սա լինելու է մեր առաջիկա տարիների թիրախը, որ պետք է ցուցանիշը մեկին մոտ եւ մեկից ցածր պահենք եւ նշեմ, որ միջազգային ուղենիշերի տեսանկյունից ինքը բավական լավ գնահատվող ցուցանիշ է եւ գրեթե բոլոր նորմալ զարգացած երկրները հենց մի դրամին եւ մի դրամից մի փոքր ցածր մակարդակում են այդ տեսանկյունից, բայց որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի ծախսեր են անում պետական եկամուտների կոմիտեի բյուջեով, նախ նշեմ, որ մեր մոտ ինչպես նշվեց 23 միլիարդ դրամի աճ է նախատեսվում 2026 թվականին, 25 թվականով հաստատված բյուջեի համեմատ։ Դրա մեծ մասը արդեն ֆինանսների նախարարը նշեց, որ հիպոթեկային վարկերի գծով վճարված տոկոսների գումարի վերադարձին էր վերաբերվում, խոսքը մոտ 19 միլիարդ դրամի մասին է, այսինքն հիմնական մեր բյուջեն, որը վերաբերում պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը, 4 միլիարդով է աճում 2026 թվականին, հիմա դրանցից յուրաքանչյուրը պարզաբանեմ, նախ նշեմ, որ այդ հիմնական բյուջեն 26 թվականին 36 միլիարդ դրամ է,
որի մեջ ընթացիկ ծախսերը 27 միլիարդ, կապիտալ ծախսերը 9 միլիարդ, եւ այստեղ կարևոր է հաշվի առնել, որ կապիտալ ծախսերի մեջ նաեւ ունենք կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր, խոսքը Մեղրի սահմանային անցակետի արդիականացմանն է վերաբերում, Սյունիքի եւ Երևանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնների կառուցմանը, եւ այս առումով նշեմ, որ ավելացումները հիմնականում կապիտալի մասով են, այսինքն եթե 4.3 միլիարդ դրամ ավելացումը բացենք, ապա կապիտալ ծախսերը 3.3 միլիարդով են աճում, մնացածը 965 միլիոնը ընթացիկ ծախսերն են։ Եթե դրանցից յուրաքանչյուրը փորձենք բացել, ապա ընթացիկ ծախսերի մասով մեր հիմնական միջոցառման գծով են աճերը, հարկային մաքսային ծառայության միջոցառման գծով, եւ այստեղ խոսքը հիմնականում վերաբերվում է մեծ մասը այս ծախսերի վերաբերում է մեր աշխատակիցների վարձատրության համակարգին, ինչ վերաբերում է կապիտալ ծախսերի ավելացմանը, ապա այն պայմանավորված է հենց այդ նշածած ծրագրերի գծով ավելացումներով, քանի որ մյուս տարի ավելի մեծ թափով ենք, ավելի մեծ ծախս ենք անելու Մեղրի անցման կետի շինարարության վրա եւ մեկնարկելու ենք Երևանի ԱՏԳ-ի, ինչպես նաեւ Սիսիանի ԱՏԳ-ի ուղղությամբ շինարարական աշխատանքները։ Սա իհարկե այս մասով, բայց պարզ է, որ մենք շատ ենք խոսում ծախսերից, այդ թվերից, բայց բյուջեն պարզապես թվերի համախումբ չէ եւ շատ կարեւոր է, որպեսզի մենք ներկայացնենք նաեւ այն արդյունքային ցուցանիշները, ինչպես նաեւ բարեփոխումները, որոնք նախատեսում ենք 2026 թվականին, եւ միջև դրան անդրադառնալը շատ կարեւոր է, որ այս հնարավորությունը օգտագործենք եւ ապագայի խոսակցության մասին այս առիթն օգտագործենք եւ ձեր ուշադրությանը կուզենայի ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի նոր առաքելությունն ու տեսլականը, որը հասցրել ենք այս ընթացքում ձևակերպել եւ որի հիմքում սեպտեմբերին իմ կողմից Պետական եկամուտների կոմիտեի առաջին տարեկան հաղորդման ժամանակ հնչեցած հայեցակարգային հարցերն են, որը վերաբերում է պետության եւ Պետական եկամուտների կոմիտեի դերի վերաիմաստավորմանը, այսպես պարզապես ձեր ուշադրությանն եմ ներկայացնում, որպեսզի ձեր համար պարզ լինի, թե ինչ սկզբունքների վրա են կառուցելու մեր բարեփոխումները առաջիկա տարիներին։ Նախ առաքելությունը Պետական եկամուտների կոմիտեի առաքելությունն է ապահովել արդար եւ թափանցիկ հարկային եւ մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Ինչ վերաբերում է տեսլականին, որը ավելի հեռավար ըստ էության նպատակ է, ձևակերպել ենք այսպես ՊԵԿ-ը դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց է, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Սա ուղղակի հանձնում եմ ձեր դատին հետագայում առիթ ունենալու դեպքում ավելի մանրամասն քննարկելու, որի ըստ էության ինստիտուցիոնալացումը մենք արդեն մեկնարկում ենք Պետական եկամուտների կոմիտեում։ Հիմա այդ ծախսերի արդյունքային ցուցանիշներից նշեմ, որ հենց այս տեսլականի եւ առաքելության տրամաբանության ներքո էլ մեր արդյունքային ցուցանիշները ձևակերպված են եւ մեր ծախսային արդյունքային ցուցանիշները 3 խումբ հիմնական ցուցանիշներ են։ Առաջի խումբը դրանք վերաբերում են մեր վերլուծական գործիքներով բացահայտումներին, մասնավորապես օրինակ մեկը հնչեցնեմ, թիրախային հարկային հսկողության իրականացման նպատակով էլեկտրոնային գործիքակազմի զարգացմամբ նոր գործիքների կիրառմամբ իրականացված վերլուծությունների կամերալ ուսումնասիրությունների արդյունքում հարկ վճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրած հարկի գումար, որը նախատեսում ենք 13%-ով աճ 2026 թվականին։ Սա մի օրինակ եմ բերում, որպեսզի պարզ լինի ձեր համար, որ մենք այդ անշփում վերլուծական եւ խելացի գործիքակազմով վարչարության ուղղությամբ թիրախներ ենք ձևակերպում։ Մյուսը վերաբերում է մեր հարկ վճարողներին տրամադրվող ծառայությունների ուղղությամբ բարելավումներին, օրինակ դրանցից մեկը նշեմ, ասենք օրինակ հարկային ռեզիդենտի կարգավիճակի մասին տեղեկանքների տրամադրման ժամանակահատվածի կրճատում 90%-ով։ Սա մի օրինակ է, որը վերաբերում է մեր հարկ վճարողներին մատուցվող ծառայություններին եւ տնտեսական զարգացման կամ առևտրի դյուրինացման կտորով, օրինակ այս տարի 26 թվականի համար 3 կարևոր ցուցանիշ ենք ավելացրել, խոսքը մաքսային ուղղությամբ է, դրանցից օրինակ մեկը նշեմ,
60 րոպեից ավել տևողությամբ բաց թողնված տարանցման հայտարարագրի կշիռը տարանցման հայտարարագրի քանակի ընդհանուրի մեջ 25%, կամ մեկ ուրիշը պետական սահմանից ցամաքային անցման կետերում 60 րոպեից ավել տևողությամբ բաց թողնված բեռնատար տրանսպորտային միջոցների կշիռը ընդհանուր քանակի մեջ 50%, այսինքն մենք նախատեսում ենք էական նվազեցումներ ժամանակատարության, այսինքն մաքսային գործառույթների ցամաքը անցնել կլինի հայտարարագիր լրացնել կլինի որևէ ուղղությամբ այդ ժամանակատարության նվազում եւ վերջում իմ զեկույցի վերջի մասում անդրադառնամ նաեւ այն բարեփոխումներին, որոնք մենք անելու ենք նաեւ որոշ մասը ծախսելով միջոցներ, որոշ մասը այն բյուջեի հաշվին, ինչը որ ձևակերպված էր մեր հարկային մաքսային ծառայությունների միջոցառման գծով, որը հիմնականում վարձատրություն է։ 3 հիմնական նպատակ ենք առանձնացրել բյուջեում. առաջինը հարկ վճարողներին եւ ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների ընդլայնում, գործող համակարգերի արդիականացում եւ անխափան ու սահուն աշխատանքի ապահովում։ Այս մասով օրինակ նախատեսել ենք մաքսային միասնական հաշիվներ դնել, ընդ որում այդ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ արդեն ազգային ժողովում ընդունվել է եւ եկող տարի զարգենք տալու արդեն դրա պլատֆորմի ձևավորման աշխատանքներին։ Մյուսը, օրինակ, եկամուտների հայտարարագրման մասով խոսեցինք, բարեփոխումը տեղի ունեցավ, բայց մենք նաև խոսք ենք տվել հանրությանը նոր պլատֆորմ, ավելի հասկանալի, դրա տեխնիկական առաջադրանքը մշակված է եւ մյուս տարի մեկնարկելու ենք դրա աշխատանքները։ ԱՏԳ մասնակիցների տեսանկյունից նշեցի արդեն երկու կարևոր շինարարություն ենք մեկնարկում, Երևանի ու Սիսիանի ԱՏԳ-ների շինարարությունը։ Երկրորդ նպատակը մեր հարկային մաքսային վարչարության արդյունավետության բարձրացումն է, հսկողական գործիքակազմի կատարելագործումը, ստվերի կրճատումը եւ կարգապահության բարելավումը։ Այստեղ նշեմ, որ այս տարի արդեն մշակվել է հարկային ռիսկերի գնահատման արհեստական բանականության նոր գործիքներ, որը պիլոտավորում ենք ու մյուս տարի մեծ թափով օգտագործելու ենք։ Օրինակ մի ցուցանիշեր նշեմ, համալիր հարկային ստուգումների 30%-ը արհեստական բանականության գործիքներով ենք իրականացնում։ Ավելին մաքսային համակարգում էլ հիմա տեխնիկական առաջադրանք ենք մշակում ու մաքսային ռիսկերի մի ահռելի կտորը մյուս տարի էլի գնահատելու ենք եւ վերլուծելու ենք արհեստական բանականության գործիքներով։ Մյուսը կարևոր նախաձեռնություն կարգապահական ծրագրերին է վերաբերում, խոսքը ոլորտային կարգապահական ծրագրերն են, որոնցից մի քանիսը արդեն այս տարի մեկնարկել ենք, մյուս տարի մեծ թափ ենք հաղորդելու դրան, խոսքը ոլորտի բոլոր կազմակերպություններին միաժամանակ իրենց խնդիրների ուղղությամբ ստուգումն է, որը վերում է ստվերի կրճատման եւ միաժամանակ մրցակցություն չի խաթարում։ Եվ կուզենայի նշել երրորդ նպատակը մեր, ես ուղղակի հիմնական մի քանի բարեփոխումներ եմ առանձնացնում, շատերը կան թվարկված, հարկ վճարող ՊԵԿ փոխադարձ վստահության եւ համագործակցության ամրապնդում, կադրային քաղաքականության կատարելագործում, ներքին կառավարման գործընթացների բարելավում։ Սրանց մասով նշեմ, որ մենք հիմա մշակում ենք հաղորդակցման ռազմավարություն հասարակության հետ եւ մյուս տարի դա արդեն մեծ թափով գործարկելու ենք բոլոր ուղղություններով։ Հիմա ներդնում ենք ուսումնական կարիքների համապարփակ գնահատման համակարգ մեր աշխատակիցների համար, ինչպես նաև այս տարի մշակել ենք եւ մոտենում ենք ավարտին կատարողական հիմնական ցուցանիշների նոր համակարգին, որը մյուս տարի գործարկելու ենք։ Սա էլ թույլ է տալու մեր աշխատակիցների արհեստավարժությունը, բարեվարկությունը էլ ավելի բարձրացնել։ Այսքանը, շնորհակալություն եմ հայտնում եւ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։